նկատել եք, այս վերջերս ամեն ինչ սկսել է հակառակը գործը։ Աղջիկները սկսել են ինչ-որ լպյուրջ բառապաշարով, քֆուրներով խոսալ, տղեկը սկսել են ավելի քնքուշ ու նուրբ բաներ անել, ինչ-որ մազահեռացման ստուդիաներ գովազդել։ Գեյերին ու տրանսներին ընդունողները սկսել են համարվել ժամանակակից ու զարգացած մարդիկ, իսկ ինպես մինչև հոգու խորքը դեմ մարդիկ համարվում են չզարգացածներ։ Աղանդավորները սկսել են խոսալ Աստծուց, իսկ Թումո Աստված հենց ինքն էլ է զարմացած դրանից։ Ժամանակ երկար շփվում էին, տարիներով ճանաչում, ամուսնանում ու ապրում երջանիկ։ Հիմա մի քանի օր շփվում են, մի օր ամուսնանում ու մի քանի օր չանցած բաժանվում են իրարից։ Երբ մենք փոքր էինք, բնեցիկ մի կերպ էին մեզ դրսից տուն կանչում։ Հիմա մի կերպ փորձում են կտրել հեռախոսից կամ համակարգչից, որ երեխեն գոնե մի քանի րոպեով դուրս է ելնում։ 15-16 տարեկան տղա երեխեքը էլ չեն թաքցնում, որ ծխում են։ Մի բան էլ սենց ցուցադրական սիգարետոբերանները դրած մարդաշատ տեղերում քայլում են։ Աղջիկ երեխեքը դաժե իրենց տիկնիկներին այդքան կարճ չէին հագցնում։ Հիմա այդ նույն երեխեքը այդ տիկնիկներից կարճ հագնվում են։ Մարդիկ սկսել են չափսոսալ գումար ինչ-որ նոր դուրս եկած iPhone-ների վրա, բայց խնայում են գումարը, երբ որ խոսքը գնում է օրինակ ճանապարհորդությունից։ Հայ տղեն ինչ-որ մի հատ ուրիշ հայ տղու վիդեոյի տակ կոմենտներում այդ տղու ծնողին է վիրավորում։ Զուտ մենակ նրա համար, որովհետև իրանց այդ քաղաքական պատկերացումները չեն համընկնում։ Ու այդ թեմաները ջրվում են ընդամենը այդ կոմենտը ջնջելով կամ մեկը մյուսին բլոկ անելով։ Ինտերնետով ծանոթություններ, ինտերնետով շփում ու հենց ինտերնետում էլ վերջը հարաբերությունները։ Զինվորները դիրքերում ծմեր, ձյան վրա քնելով ժպիտով ապրում են, չեն բողոքում։ Քաղաքում մեկը 10-15 րոպե ինչ-որ մի հատ պրոբկի մեջ ընկնելով սկսում է բողոքել կյանքից։ Ամեն ինչ հակառակ ոնց Բենջամին Բատոնի մոդել։